Что с нас так? Ես ուրավեն ակնացինք հայկե։ Այսօրվա մեր վլոգը սկսում ենք այսենց գեղեցիկ փնջով ու գնում ենք հյուր։ Մեր լավ ընկերների տուն ենք հյուր գնում։ Այդքան էլ հյուր չի, որտեվ տենց հեռու էլ չենք գնում։ Մի փողոց են կողմ ենք գնում։ Ուղղակի իրանք նոր են տեղափոխվել իրանց նոր բնակարան ու մենք գնում ենք շնորհավորելու ու բացի դա մենք այսօր շատ սիրուն ռիլ ենք նկարելու Մարիամի հետ, իսկ ով է Մարիամը կասեմ ընթացքում Մի մտածեք, որ ինք քորիկն է։ Հա, չէ, մեր Մարիամի մասին չի խոսքը Մարիամը շատ սիրուն էջ ունի Instagram-ում, շատ լավ էջ ավարում ու ձեզ բոլորիդ էլ խորհուրդ եմ տալիս, որ հետևեք Մարիամի էջին, լինքը կթողնեմ ներքևում, իսկ այսօր մենք Մարիամի հետ շատ սիրուն ռիլ ենք նկարելու ու իմ և Մարիամի հետևորդների նվերներ ենք ուղարկելու 4 հոգու պատահականության սկզբունքով, այնպես որ դուք էլ կարող եք շատ ակտիվ լինել, հուսով եմ ես այս վլոգը երբ տեղադրեմ, դեռ այդ ռիլի խաղարկությունը, դեռ այդ մրցույթի խաղարկությունը վերջացած չի լինի։ Մի խոսքով գնում ենք հյուր։ Ընդամենը 5 րոպե և մենք հասել ենք։ Բարև ձեզ։ Ես էլ վլոգ ունեմ։ Ես նոր տելևիզիոն Ես էլ քեզ։ Մենք Մարիամի հետ դասավորում ենք ձեր նվերները, ժողովուրդ ջան։ Վստահ եմ, որ այս վլոգը որ դնեմ, հաստատ դեռ այդ խաղարկությունը վերջացած չլինի, այնպես որ կարա գնաք Մարիամի էջ, բաժանորդագրվեք իմ էջ ու Instagram-ի։ Այո։ Ասեք, որ կյանքը անարդար է։ Այսօր շաբաթ է, ես պետքա երկար քնեի, բայց չգիտեմ ինչու, արթնացել եմ ավելի շուտ, քան օրինակ գնում եմ աշխատանքի։ Ու քանի որ տեսա չեմ կարող համոզեմ ինձ որ քնեմ, որոշեցի, որ սուրճս վայելեմ դրսում, քանի դեռ բոլորը քնած են։ Խնդրեմ, մեր շինարարական աշխատանքների վերջը չի երևում, բայց կարևորը մանգալը արդեն կանգնած է ու այստեղ էլ արդեն հենց սվաղի աշխատանքներ են։ Այս մասում քանի որ հով է, ոչինչ որ տեսարանը վատն է, կնստեմ այստեղ սուրճս կվայելեմ ու հասկանանք այսօր ինչ ենք անում, ոնց ենք դասավորում, պլաններ ունենք, այնպես չի չունենք, այդ սուրճս խմեմ, հասկանանք ինչ ենք անում։ Ուրեմն սիրելիներս ամուսինս աշխատանքից եկավ ու մենք գնում ենք մեր մանգալի համար երեսպատման սալիկ ընտրելու, եթե կհասնենք էլի, որովհետև ահա որ խցանմա պատկերացնում եք ուղիղ մի ժամ ցույց է տալիս, որ մենք ճանապարհ ենք գնալու։ Հուսով եմ կհասնենք այսօր։ Եկել նոր ամուսինս մի հատ բանից էր բողոքում։ Մենք այդ օդանավակայանի խաչմերուկում ինչ որ մենք պատտվում էինք, ինչ որ մեկը մտավ մի խոսքով այսպես ինչ որ խառը իրադարձություններ տեղ ունեցան, ոստիկանն էլ էր կանգնած ու ոստիկանը կանգնացնում է, մեքենա կանգնացնում կամ մի հատ ուրիշ մեքենայի չենք հասկանում ինչ է ասում։ Մի հատ ասեք տենաբերակ մենք չենք հասկանում ինչ են խոսում ոստիկանները, կամ մենք չենք լավ լսում, լսողության խնդիր ունենք, կամ իրանք լավ չեն խոսում, չգիտեմ, չեմ հասկանում, բայց մենակ ես ինչ-որ բան եմ լսում, չեմ հասկանում, երբևիցե չեմ լսել, որ մեքենայի պետհամարանիշը հստակ լսվի, արգելի ոստիկաններ, թիվ ասեք, ենթադրենք, 17 584, ենթադրենք, չիրեմ ումնա, թե չէ, ինձ բան եք ասում, արդ չի հասկանում, էդ ինչ եք ասում, մի խոսքով մեզ չեք կանգնասում, ու
կանգնացնում են ինքը իմացավ։ Կարող է տենց է, ում ասում են ինքը հասկանում է, որ այդ Իրանն են ասում։ Չիմանա։ 66-600 եսի մինչև համարը, մենն երին պիջի 594։ Հենց 66-600-ն էլ չէ ջոգը մինչև ասում։ Մի խոսքով։ Շատ դժվարությամբ լսվում է, շատ լեքսիկոնը փոխեք։ շատ արագ եմ խոսում։ Հուսով եմ տեղ կհասնենք։ Ուղիղ մի ժամ ու կեսա ճանապարհին ենք ժողովուրդ։ Խցանումները ահավոր, այս դեպի Սևան տանող ճանապարհն է, միգուցե դրանից է, միգուցե մի քանի տեղ մեքենա էր փչացել, կանգնած էին մնացել, դրանից է չգիտեմ, բայց որ արդեն հոգնեցի, ահավոր հոգնեցի, այսօր ամբողջ օրը գործ եմ արել, առավոտյան արթնացել եմ, դրսում մեր բակն եմ մաքրել, լվացել, խալի եմ լվացել, նույնիսկ փոքրիկ գորգ, չգիտեմ, երեխեքին եմ տարել, բարի, ատամնաբուժարան, բայց ես չեմ հոգնել, ինչ-որ այս ճանապարհն էին, Երևանում ապրողներ, խնդրում եմ գրեք, դուք ո՞նց եք ապրում այս խցանումների մեջ, առանց էդ էլ մեր կյանքը կարճ է, առանց էդ էլ մեր ժամանակը կարճ է, դրանից այդ կարճ ժամանակից դուք ժամ ու կես տրամադրեք, որ հասնեք Ավան Աճարյան 82 հասցել, այդ աբսուրդ է, չգիտեմ, եթե մեզ այսքան անհրաժեշտ չներ, հաստատ ես չի համաձայնվի, հետև են տեսականին, որ այն տեղա ու ամուսինս է տեսել հավանել, այդ խանութում է, մի խոսքով գնում ենք, չգիտեմ, ու 7-ին փակվում է այդ խանութը, արդեն 6-ից կես է, պատկերացնում եք, չեմ հավատում, բայց հասել ենք, ջան, ճմրթված շորերով, հասել ենք, 5000-7000 Դրանց հատուկ տարբերակներն են այդ աշխարհում։ Մենք ընտրեցինք այս մարմարը։ Կարևորը եկանք, հասցրեցինք, ընտրեցինք։ Ուղիղ 30 րոպե էր մնացել խանութի փակվելուն ու ամբողջ ազնագազմը սպասում էր երբ ենք մենք ընտրելու։ Ու դուրս գանք։ Օրինակը ցույց տվեցի ձեզ ինչ տիպի քար ենք ընտրել, ինքը մոխրագույն ու սպիտակ sense խառնուրդ է լինելու, այդ վաճառողուհին բացատրեց, որ պետքա տարբեր ընդհանուր բացվի ու տարբեր բլոկներից շարվի, բացի որ սիրուն լինի։ Ուսումը վերջնական տեսքը լինելու այն, ինչ որ մենք պատկերացնում էինք, բայց արդեն այն ինչի միջով մենք անցել ենք, այսինքն մենք նայում ենք գովազդ, որի մեջ ասվում է սկսած 7000 դրամից եւ այլն, բայց գնում հասնում ենք ու տեսնում, որ այն տարբերակը ինչ որ դուք ուզում եք նրա համար ինչ համար որ գնացել եք ավելի թանկ արժի, կոնկրետ այս քարի 1 քառակուսին արժեր 18000, չէ՞։ Եթե այս ծգողը 13000։ Հա, եթե sense հատիկավոր է 13000, եթե այն ամբողջական պատի նման որ հավաքված է 26000, 26-30000 տարբերակներ կան։ Մի խոսքով կարևորը մեր սրտով եղավ, մեր ուզած տարբերակով, մեր ընտրած մնաց շարելը։ Հուսով եմ արագ կկազմակերպենք էդել։ Հիմա հետ ենք գնում Էջմիածին։ Իրելիներս, սենց տան շինարությունից ու քար գնելու արողությունից մի անգամից ռոնդոմ անցում ենք կատարում հանգստին, այսօր օրը շաբաթ է ու մենք ստաֆով այն մոտիկ հարազատներով եկել ենք հանգստանալու, աշտարակ ենք եկել, Արագածոտնի մարզ, շոտ սիրուն հանգստյան գոտի ենք գտել, եկել ենք այստեղ հանգստանալու, այսա մանրամասն ձեզ ցույց կտամ, բայց այն որ մուտքից տարածք արդեն լավն էր, հաստատ։ Նա տեսեք ինչքան սիրուն տաղավար ունենք նստելու համար, լողավազան, այնտեղ առանձին սենյակ հանգստի համար,
Մի խոսքով շատ լավ տարածք է, շատ պատահական ենք ամրագրել, բայց շատ լավ տարածք դուրս եկավ։ Վստահ եմ շատ լավ ժամանակ ենք անցկացնելու, իմիջիայլոց վաղն էլ ընտանիքով ենք գնում էլի Լողավազան։ Մի խոսքով ամառը անցկացնում ենք ինչքան հնարավոր է հագեցած։ Շատ լավ ժամանակ ենք անցկացնում, մեր աղջիկների մի մասը արդեն խորոված են անում։ Ես միայն ձեր ձեռքերը կնկարեմ։ Միսն են շարել, մալադեց։ Դու ես շարել ես միսը։ Ես Ալիսան մեր։ Մալադեց։ Պես որ խոստացել էին։ Այո, ջան, Ալիսա ստեղ արդեն սմբուկ է խորովում, ապրես Ալիսա։ Ով ինչ վիզա վերցրե, դե պետք է անի։ Իհարկե, միանշանակ։ Հա։ Բաղ խոզի սալերները դրա արանքը շարեի։ Երան ջուր։ Էդ ինչ է։ Այս անգամ էլ այսպես մի հատ ուրիշ բասենի տեսարանով ենք, ջան։ Մամ, հելենայք։ Այսօր էլ ոնց որ ասում էի ընտանիքով ենք եկել բարեկամներով, էլ եկել ենք հանգստյան գոտի, այս անգամ գառնի ենք եկել։ Այստեղ մատաբար ավելի հով է, քան էջմիածնում։ Ու վստահ եմ էլի շատ լավ օր ենք ունենալու։ Ու պարզվում է, որ մենք վաղնել, ոչ թե հնարավոր է վաղնել ենք տեղ հրավիրված ու ամենայն հավանականությամբ էլի Լողավազան։ Մի խոսքով վայելում ենք ամառը այս տարի։ Քանի որ եկել ենք գառնի, չենք կարող չգնալ Գեղարդի տաճար ու գառնի հեթանոսական տաճար, բայց ոչ բոլորը միացան մեզ, այնպես որ ես, ամուսնուս եղբոր կինը ու աղջիկը միասին կգնանք։ Եկանք հասանք Գեղարդ։ Ինչքան մարդաշատ է ներքևը ստեղ։ Հատ նայեք ինչքան մարդաշատ է, երեխեք ստեղ Կիրակի է ճիշտ է։ Կիրակի օրը սովորաբար մարդիկ քաղաքից դուրս են գնում, բայց շատ մարդաշատ է, շատ հերթ պետք է կանգնենք, որ հայ։ Վերցրել ես։ Հելենայք։ Հա, այստեղ։ Այդ ոնց եք տարբերում դա։ Այս եկեղեցին իրական։ Իշխարի պահան կուզենիա։ Հա, Ինչքան սիրուն է երեխեք։ շատ Անոթերը։ Որ դժվար է այս սիրուն տարածքը լքել, հետ գնալ, վերադառնալ, բայց մենք ստիպված ենք, որտեվ հոց բազմություն է մեզ սպասում, արդեն ռոզիշկ են տվել, պես որ պետք է գնանք, գնում ենք շարունակենք մեր խնջույքը, փարթին, այո։ Քեզ չէ։ Խաշլամեն, այս դու պետք է բարձրացնես։ Ատրճան էլ կա մեջ է, հա? Այս ինչ այս երկար։ Հա, պոչն է։
Ոտնա, Կարճ իմ տեսողության մասին։ բդերն է։ Ուզում եմ ասել, որ Գառնիում այս տարածքը ուղղակի հիանալի է, ժողովուրդ, ամեն ինչ իդեալական էր, ու եթե ամռանը Երևանի շոքից ուզում եք փախչել ու գալ հանգստանալու, հաստատ արժի է այստեղ գալ։ Եթե կուզեք կոնտակտներ էլ կտրամադրենք, լողավազանը մեծ բավականին, ամեն հարմարություն կա ու ոնց տեսնում եք շատ լավ կազմակերպված ու ի տարբերություն մնացած հանգստյան գոտիների, այստեղ կարող եք սպասքը թողնել ու չլվանալ, սովորաբար օրինակ Էջմիածնում կամ Աշտարակում երբ երեկ մենք գնացել էինք, մեզ ասացին, որ սպասքը չլվացած հանձնելու դեպքում 10,000 դրամ ավելանալու ավճարին, բայց այստեղ նման բան չկար։ Ունենք նաև այստեղ հանգստի գոտի, 2 աղջակալով այդտեղ կարող եք հանգստանալ։ Շատ լավ, սիրուն, հետաքրքիր տարածքերից մենք շարժվում ենք Էջմիածին։